Սերիատիպնի բայկերներ են մեր բայկերները։ Ասաց որ ելնում է թրաշով կոժից։ Մոտո քշելուց ինչ ես զգում։ Ադրենալին, էքստրիմ, կարող է ասել հնդիկները կրթեցին մեր լավ։ ինչ որ միտեղ նպաստն է դրա։ Շատ հետաքրքիր։ Ինչ մոտո ես հիմա քշում ես բայն։ Ոնց որ բոլորը էմփինգ ուզեն առնեն, տենց է բոլորը սպորտ բայկ են ուզում։ Իրանց հետ չի լինում խաղից դուրս քշել, որտեվ 10 րոպե մեկ, 7 րոպե մեկ կանգնեք մեջքս բացեմ։ Մոտը ամենավտանգավորը էմոցիաներին չտրվելն է։ Որ պատկերացնես ես նոր իմացա որ մոտոցիկլետը մարգատելու։ Ողջույն։ Իհատ սկզբի համար կներկանաս։ Ես Տիգրանն եմ, մեդիա արտակում ավելի հայտնի Տիկոնոս անունով, մոնտոբլոգեր, ամենօրյա շարքեր եմ գցում վիդեոներ, ցույց եմ տալի ամենօրյա երթը Երևանում ու Երևանից դուրս։ Ես կբացի մոտից առօրյա միջոցը զբաղվում։ Առօրյայում շատ բարդ մասնագիտության անուն կարալնի, ինքը հայրն մի քիչ կեշ է, ենթակառուցվածքների մասնագետ։ Շատ սիրուն է։ Ենթակառուցվածքների մասնագետ։ Այո, Okay։ բարդ բան է, դարձած Դարված ես մոտո սպորտով կանանք այսպես ասում։ ասում ինչ որտեղ է։ Որտեղից է սկսել առհասարակ, որտեղից է սկսում մարդու մոտ այդ ցանկությունը, որ ինքը պետքա քշի մոտո ամենավտանգավոր։ Հա։ Նո իմոտ մի քիչ հերլից է սկսել, պապան շուտվա բայկար է, մի 10-15 տարի երևի ինքը քշում է, ես 16 տարեկանից խնդրում էի պապային, ասում էի կլինի ես եմ մոտո քշեմ, ստանում էի մի պատասխան չէ, որտեղ ինքը դրա մեջ չկա, ինքը գիտի այդ ինչա, ինքը որ արդեն 40-ն անցեր, 45 անցեր, այդ ավելի լավ է պատկերացնում ու պատկերացնում էր 18 տարեկան կարելի ասել երեխան, ինչ պետք է դրանից սպասի։ Պապեն համոզել չելնում, տարիներ անցան, դառա 21 տարեկան, ասացի կլինի բրավա հանեմ, ասեց չէ։ Առանց պապեն ասելու գնացի մոտո դպրոց, սովորեցի, բրավան հանեցի։ Տավոր շտասքում չի իմացել։ Չէ, ոչ մի բան չի իմացել, այնպես թաքուն է եղել, շատ կարճ ժամանակահատվածում բրավան հանեցի։ Գնացի պապային ցույց եմ տալի, ասում կարամ հանեմ, ասում իհարկե ոչ։ Եվ անցավ եւս 2 ամիս, մենք այն մտքով համաձայնվեց, որ ինքը պետք է ասի ինչ մոտո առնեմ, ես պոմտամ, բայց իր ասած մոտոն առնեմ։ Տենց սկսեցի մոտո քշել։ Չենթադրում շուտ դանդաղ մոտո է։ Հա, շատ դա մոպեդ։ Չէ, մոպեդ, բայց մոպեդ քշել եմ, ես մի տարի մի հատ Honda Dio ունեի, այդ վաղ քշել եմ, բայց այդ չեմ համարում էլի մոտո։ Առաջին մոտոս եղել է TVS Apache RTR 180, ինքը հնդկական մոտո է, 180 կուբ, 17 ձիավուշ ընդամենը։ Դա ինչքան էր, ինչ արագություն էր բաց։ Մաքսիմալը երևի մի 120, բայց այդ դանդաղն է եղել։ Հետի դանդաղն է, բայց մոտոյի կարևորությունը ինչքան արագ է, ինչքան արագանում ինքը։ Okay, իսկ ինքը դանդաղ էր արագ։ Ինքը շատ պատներ, հա։ Ինչ գույն էր։ Սպիտակ սև, վրան Հնդկաստանի դրոշեր ու 180 են գրած։ Իսկ երբ չէ, լուփ հոգելու չէ։ Շերանում ու դες հետարկի պատասխանը կա նոր-նորսում եք շել, կանոնսում եմ արդի գայսուն էս ինչ ա բաման։ Իդե Հնդկաստանի դրոշը շատ քիչ բարտի կարող է իմանալ, ասում է իտալական է, ասում են հոդը իտալական է, ասում են բայց 180 ինչ, ասում է ձիավուշ է։ Ոդնաց մարդկանց խափնում են, ասում են էսի դուրս մոտո է, բան, բայց ընդհանրապես չէ։ Մոտո քշելուց ինչ ես զգում։ Մոտո քշելուց Ինչ զգացողություններ ունես։ Մոտո քշելը, ավտո քշելուց տես զգացողություն չես կարող ունես, ինչքան մոտո է։ Ժամանակին ավտոյի մանյակի ավտոյի շատ սիրում, ավտոները հետաքրված, հենց դեցի մոտո քշել, հասկացա ավտոն 4 նակնանի երկաթից մի հատ կարոկ է, որը մինիմալ էմոցիա է տալի, եթե չգիտեմ M5 չես քշում կամ C63S։ Ինքը լրիվ ուրիշ աշխարհ է, full ազատ ես դու էլի, ոնց որ կախում չունես պրոբկեքից, մենակ այդ բանը արդեն քեզ շատ ազատություն է տալի։ Բայց ներ սեզոնային է, չէ։ Ներ սեզոնային է, Դա մինուսներից։ հետի շատ Որ ասում ես էմոցիաները արտացնում, մոտոն արտացնում են այդ էմոցիաներ, որ մեքենան չի կարում։ Ինչի է բարտադիր այդ էմոցիաները։ Ну ես սիրում եմ այնպես ադրենալին, էքստրիմ այդ ամեն ինչը, որ քո ամենօրյա ռիթմի մեջ կա այդ ամեն ինչը, ասենց քեզ пассив ուրախություն է էլի տարի։ Ինքը սովորական չի դառնում այդ ադրենալինը, այդ զգացողությունը։ Այսինքն երբ որ օրինակ մեքենա ես վարում, ինչ որ բայ արագացար, ինչ որ sense զգացողություն ունեցար, բավարարեց, հանգստացար, քշեցիր դանդաղ։ Դու անընդհատ այս զգացողության մեջ ես, ոնց ինքը սովորական չի դառնում քո համար։ Այդ զգացողությունը մենակ արագ քշելը չի մոտո է, ավտով ասեն կարող արագ քշելն է, չի շաշկին։ Դրա շան չգիտեմ, անյացա, մանևրներ այդ ամեն ինչը։ Ամեն օր որ մոտոն տարբեր է, տարբեր իրավիճակներ են լինում, տարբեր սիտուացիաների մեջ
որ մի ձև փախցնում ես, մի ձև չխփիր բան չարեցի, ասես ուրախանում ես, էներգիա դալի քեզ, ասես ախնացնում ալրիվ էլի։ Ու ավտոից կարաս նոր ավտո առնես, մի տարի քշես, հոգնես արդեն, ասես նոր ավտո եմ ուզում կամ չեմ ուրիշ ավտո եմ ուզում, մոտոն ամեն անգամ քշելուց ոնց որ նոր մոտո քշես։ Այսինքն կարելի է ասենց ասել, որ դու քշում ես մոտո, ինչ որ իրավիճակում չես վնասվում ու դրանից ուրախանում ես։ Հա, Ու տենց անընդհատ։ հա, այո։ Okay, it's չի սոր դե հասորական չի դառնա, եթե անընդհատ պես մահվան եզրով քշես։ Հա, բայց դա easy չի գալի, դա ես չեմ ուզում տենց լինի, ես չեմ ձգտում դրան, որ ավտոչափ եզրը լինի, պրոստը տենց է Հայաստանում տենց է ախեն Դե հիմարժիվական մեր հայ բարորդները սոլիդար են մոտաշո։ Այս վերջերս ինչքան ես տենց 100 տարվա մոտոքշող չեմ, բայց դաժե 5 տարվա սարանքում ամեն տարի ավելի սոլիդար են դառնում։ Հիմնականում մի հատ թեորիա ունեմ ես, որ հնդիկներից է սա գալի, այսինքն մոպեդ քշողներից, որ մոպեդ քշողները ավելի աբասներ, ավելի տանգորեն քշում, քան թե վեդա քշողները։ Արդեն վարորդները ակնկալում են, որ կարող են նեվ տեխնիկա անցնի իրենց արանքով կամ չեմ կարմիր տակով մի բան ակնկալում են, դրա համար նախսեկի sense մի քիչ ուշադիր են ավելի։ Այսինքն կարելի ասել հնդիկները կրթեցին մեծ ինչ որ միտեղ նպաստում է դրա։ շատ հետաքրքիր թեորիա է դա։ Երբեք չէի մտածի, որ հնդիկ մոպեդի վարորդները կկրթեն մեր վարորդների ամենահիշարժան ռայդը։ Ինչ ճանապարհ է եղել։ Ամենահիշարժան ռայդ։ Ես շատ չեմ քշել, քաղաքից դուրս, եթե հիշարժան պետք է քաղաքից դուրս լինի։ Հիմնականում ամենահիշարժանը երևի բապայից հետ որ քշում էինք, այդ մի ռայդն է, բապայից որ քշում ենք 2 շաբթը մեկ, բայց մի 400 կիլոմետր։ Ու հին ձևերով էլի քշում եմ, մի քիչ կանգնում են հանգստանում են, քշում եմ մի տեղ լավ հաց են ուտում, հետո որ շարքով քշում են իրար ինչ որ նշաններ կան, չէ՞։ Ինքը մինուս շարքը լավ բաս առաջ գնացեք ստեղ։ Նշաններ կա, որը պետք է իմանաս, նաև անվտանգ երթևեկության գաղափարը կա, մանավանդ տրասի վրա պետք է ոնց բացատրեմ, sense շախմատաձև քշես, այսինքն ուղիղ չլինի, որ եթե ինչ-որ մի բան պատահի ինչ-որ մեկին, դու միշտ տեսած ունենաս ու հասցնես։ Շատ լիքը բան կա, տենց չգրված կանոններ կա, որ պետք է պահես, ու Հայաստանում հիմնականում չի լինում ինչ-որ 5 հոգուց մեծ խմբով հանգիստ քշել, որտեղ մեջն է մի հոգի կգտնվի, ով որ սպորտ բայկ է քշում, ով որ ուզում է 300-ով անցնի կողքովա, ուզում ես հանգիստ քշես։ Այդ Կլարի ուրիշ բան զգացողություն էլի որ բաբայից հետ եմ քշում ինքը ավելի հանգիստ ավելի sense էմոցիոնալ որ sense լրիվ դու ընկնում ես դրա մեջ էլի դու զգում ես մոտոն հանգստությունն ես զգում իսկ մարդիկան է որ 300 պրպստա իսկ հոգնածություն մի հատ նախ թամասնենք ինֆորմացիան ինչ մոտո ես հիմա քշում ես բայն այս բայն քշում եմ Triumph Tiger Sport 660 ինքը անգլիական արտադրության կիսա արանքն է naked հասկացություն կա naked մոտոն որը քաղաքի համար ամենահարմար մոտոն է ու կա adventure մոտո հասկացություն որը քաղաքից դրսի համար լավ մոտո է մայրուղիների իմ այդ արանքն է ամեն մեկից մի քիչ վերցրել է ինքը համ քաղաքում է հարմար համ դուրս էլի քաղաքից չի հոգնածում մոտո չէ նու կախված է մոտոից սպորտ բայից օրվա վերջում ինչքան պետք է քշես որ wellness մոտոյից ու sense հոգնածություն զգաս շատ առանց հանգստանալու մի 120 կիլոմետր եթե քշեմ մեջից վրա ինչ որ բան կզգա sense մեքենայով էլ կզգա ինձ թվաց ավելի շուտ է ավելի շուտ մոտոյից է եղված այսինքն սպորտ բայկերը ես իմ հիմնական ընկերությունը Հայաստանում տենց է բոլորը սպորտ բայկ են ուզում ոնց որ բոլորը M-king ուզենան առնեն տենց է բոլորը սպորտ բայկ են ուզում իրանց հետ չի լինում խաղից դուրս քշել որտեվ 10 րոպե մեկ 7 րոպե մեկ կանգնեք մի հատ մեջքս բացեմ սենց է էլի շատ անհարմար բան է էլի սենց սկրիբեթկայի պես նստում ես դա մեր բանը ստերեոտիպնի բայկերներ են մեր բայկերները սենց որ ելնում է թրաշով կոժից չէ լավ չէ այսքան կան տենց մարդիկ որոնք տենց old school մարդիկ old school-ն են իրանք դաժե բարում պիվա են խմում բարձր ասես խնդում ես գիտեմ որ տես բաները մի 15 տարի առաջ կային ինչ-որ սախարի վրա փապ կար որտեղ հավաքվում էին տես մարդիկ այս դուրս բաներ էին անում հիմա մեծամասնությունը մոտակշողների մինչև 30-35 տարեկան է երևի 80% է
Դրամա 20%-ը արդեն չեն երում էլի համարյա, բայց հələ մարդիկ կան կուլտուրան բաղում։ Frank ստերեոտիպնի է, այդ կերպարը բայկեր որ ասում ես, առաջին է դա գալի սերիալներից, գինոներից է եւ Ինքը տենց է, ինքը ոնց որ երկու տարանջատում կա բայկեր ու կա ռայդեր։ Ես ինձ բայկեր չեմ հավանում, ես ռայդեր եմ։ իսկ ինչու է տարբերում։ Բայկերը այդ քո ասածն է։ Ձյաձաներն է թրաշով, ժիլետկեքով գնան փաբում խմբիվա խմեն Էրբաց մոտոների։ մեկին խփեն սեն որ միսու։ Իքո բաների մեջ լինեն էլի։ Իսկ ռայդերը որ ամեն օր քշում է որպես տրանսպորտա օգտագործում մոտոն այդ տենց էլի։ Ինձ ինչն է հետ պահում օրինակ մոտո քշելուց։ Վտանգը։ Ես ենթադրում եմ, որ ես մոտո քշելու համար հիմա այս этаպում արդեն մեծ է։ Այսինքն ինչ որ տարիք կա, որ գալիս ասում ես, «Էլ չես ուզում նման վտանգի ենթարկվես, պետք է շուտ սկսել»։ Ինչն է մոտոյում ամենավտանգավոր պահը։ Ինչն է անընդհատ դու հաղթահարում։ Մոտոյում ամենավտանգավորը էմոցիաներին չտրվելն է։ Նախ ինչ որ մեկը եթե գա ասի քշենք կպնենք բան, դու գիտես ինքով է, հանգիստ կարակ քշի վրեդ։ Երկրորդը ինչ որ մեկ եթե շատ բադ բան անում որ քո կյանքին վտանգ է սպառնում, դու չպետք է փորձես իր հետևից քշես, գնաս դեմը քաշես, որտեղ մեքենայով են, հա։ Որտեղ ինքը մեքենայով է, ինքը կարա այդ բանը չմտածի է, պրոստը հաճանի քեզ կփիքցի 50-ի տակ ու այդ կարա արդեն ֆատալ լինի, էլի մարդու համար։ Այդ էմոցիաներին չտրվելն է։ Չուզենալ միշտ արան քշելը, չուզենալ միշտ տենց աբասնի շատ բան արեն դա Ստացվում է քոնոտ։ Ես այդ որ վերադառնանք այն առաջին մոտոյից, խի պապան ասես թույլ մոտո քշեմ, ես որ երկու ձեռով կողմեն հիմա որ ես պապան ճիշտ արել, ես թույլ մոտո ասե։ Սկզբի մի 3-4 ամիսը շատ բարդ է այդ մասը։ Դու հա ուզում ես նույնիսկ կաստած բոլորից հարագնեմ։ Հիմա արդեն այսօր 5-րդ սեզոնն է մոտ, ահագին թուրացել է այդ պահը, համարը չի լինում ու պետքա դրով շատ լավ աշխատել էլի։ Ավելի շատ կարելի է ասել հանդարտ քշում ես։ Հա, ես հիմնականում հանդարտ քշում եմ։ Մոտո հանդարտ քշող։ Հանդարտելի է։ Ես հորենքով ես միշտ մարգացել եմ միացնում, մարդիկ նայում են այս մոտի վրա մարգացել եմ միացնում, շատ է լինում, կանգնած կողս կա կայնի, ասի առաջի անգամ նոր մոտո քշողի այդքան մարգացել միացնի։ Որ պատկերացնես ես նոր իմացա որ մոտոցիկլետը մարգատելու։ Այդ տիպ չեմ միացնում, ես գիծ փոխելուց մարգացել եմ միացնում, ամեն ինչը օրենքով հանով էլի ոնց որ փորձում եմ մաքսիմալ դրան տանել, որ Եվս մեկ անգամ հաճելի է ձեր ոնց է ունակի։ նախև առաջ իմ համար էլ է էլի դա իմ անվտանգությունն է։ Okay, դու գիտես Հայաստանում լավագույն մոտո երթուղիները ո՞նք։ Շատ սուբյեկտիվ է ինքը, իմ համար լավ երթուղի երևի Սևանի տրասի կողմերն է, չգիտեմ Սևանի Մայրուբրով գնաս, Դիլիջան, Իջևան, կամ է Դիլիջանից Վանաձոր, Վանաձորով Գյումրի, Մայրուղիով հետևելով են, սենց դիրքորճով։ Ոնց որ հնարավորինս լայն, հնարավորինս ազատ, պլյուս մինուս լավ ասֆալտով ճանապարհ է։ Մի հատ անվտանգության հետ կապված ինձ հետաքրքրող հարց կա։ Երբ որ մոտոն կանգնացնում ես միտեղ, ոնց է որ չգողանա։ Այդ շատ այս վերջերս է ակտիվացել են, ես մի քանի դեպք գիտեմ այս վերջերս, որ մոտոն հենցա 3 հոգով կարես գրկես, բեռնատերգա դնես մեջը տանես, շատ ուշադիր պետք է լինես, պետք է իմանաս որտեղ ես կանգնում, որ ցանկացած մոտո լոկ ունի, կարող ես փակես ռուլը, որ ինքը չշարժվի, բայց դա ոչ մի բան է, էլի իհարկե։ Այդ բարձրացնեն ակտիվ։ Ինքը բանի մաս բանա, պետք է իմանաս որտեղ կանգնես, քաղաքում կապ չունի որտեղ ամենակենտրոնը լուսավոր տեղն է թողես, 10 վայրկյան է մոտո գողանալ, էլի։ Դրա համար անպայման ավտոտնակապետ մոտո պահելուց գիշերը, ցերեկը պլյուս մինուս օքեյ է, բայց գիշերվա 8 ժամի ինչ որ X տեղ կայնասենը խորհուրդ չեմ տա, էլի։ Այս տեղա ցերեկները դժվար։ Դրա համար կատենակ է ոնց կենտրոնը որ բայկերները, ռայդերները գալիս են, եթե ինչ որ միտեղ պետք է նստեն, ամեն ինչ անում են, որ մոտորն էս կայնասեն, որ տենան մոտոին։ Դες լիքը մարդկա մտածում են գալի կանգնում են որ sense ասեն էսի մոտոնա կամ sense նայեն ուրա։ Ասես նայում է չգողա։ Բայց նայում է չգողանա, ճիշտ է, հետքան է։ Պերմանենտ անհանգստության մեջ ես ապրում, այսինքն այո, պետք է անընդհատ աշկիտ առաջ ուղղես։ ցանկացած օր կարող գնաս տենաս այնտեղ չի։ Այն մարդիկ ովքեր նոր են ուզում սկսեն, ինչ խորհուրդ կտաս իրանց։ Նոր սկսնակներին սխալներ են թույլ տալիս, ինչ խորհուրդ կտաս ոնց վարեն։ Առաջնային անպայման պրավահանել Հայաստանում շատ մեքենաներն էլ ավելում իրականում։ Մոտոն բացի նայից որ նա համար չէ որ կանգնացնեն, ասես ունեմ չտուգանեն, այլ նաև պետքա սովորես մոտո քշելը ռեալ ու մասնագիտացված մարդկանց մոտ, ոչ թե ինչ որ մեկ մոտո ունի, գնաս ասես խնդրես քշես էլի։
Այդ ամեն ինչ պետքա սովորես դու զրոյից, պետքա դու հասնես դրան, քննությունը հանձնես, նոր սկսես մոտո։ Ու հետո այդ երկրորդն է էմոցիոնն է, էլի, առաջնա, հա, նաև շատ կարևոր բան է ամենասկզբում հզոր մոտո չառնելը։ Ասենք մինչև 600 կուբ էլի, գոնե մինչև 600 կուբ, ասենք 300-ից 600 կուբիկ արան կլինի։ Օրինակ լինում են մարդիկ, որոնց տիվերուս տրված չի մեքենա վարել, ինչքան էլ սովորում են։ Դից կան մարդիկ, որ դեմի չեն կարող վարել են մարդիկ։ Մոտոն դժվար է սովորել։ Մոտոն դժվար է սովորել, որովհետև ինքը նախ դաշնամուր է երակշել է, երկրորդն է բալանսի ֆակտոր կա։ Մոտոն առանց արագ ասեմ, ինչա ոնց է ձեռները, այս ռուչկով մարդիկ ոնց մեզ ռուչկի ֆիվորկա իրենք տորմոզներն են։ Դե հեծանիվի տրամաբանությամբ Հա, բայց չէ։ Այս ռուչկեն կոնուսն է, բոլոր մոտոները մեխանիկա են։ Հետո քշերը գիտեն։ Ու ոչ մի մոտո, համարը ոչ մի մոտո задний չունի, որ задնիկը նայել ինքը վերոս։ Այո։ Այս զերով կոնուսն է, այս զերով մարգացել եթե միացնում ես, բայց երևի մենակ ես եմ։ Այս մի ռուչկեն դա դիմացի տորմուզն է, այս գազն է, ձախ ֆոտը կարոպկեն է, փոխանցման տուփը, աջ ֆոտը հետևի տորմուզը։ Այսինքն դու տես լավորը աշխատում ես։ Հա, full բոլոր վերջույթներով աշխատում ես, պլյուս նաև կա բալանսի գաղափարը։ Դրա համար ինքը մի քիչ դժվար է տրվում, այդ ամեն ինչ անելով մի հատ ուշադրիք դիմնես ճանապարհին։ Իսկ ինչքա օրինակ էտել է ստերեոտիպ, որ եթե հեծանիվ քշել գիտես, պլյուս մինուս նույնն է։ Հա, տենց հեշտ է։ Պլյուս մինուս նույնն է, մոպեդը կարող է ինչ-որ մի տեղ նմանացնես, այդ ռոբը պետք չէ, պետք է, իհարկե պետք է, հա։ Ես Օքսֆորդ բան կար, որ պետք չէր։ Ցանկացած մոպեդ պետք է ունենա համար։ Պատրաստվում ես երկար ճանապարհ գնաս։ Ոնց ես պատրաստվում։ Ինչ նախապատրաստական աշխատանք Հայաստանը։ Առաջինը մոտոյի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքները, այդ բոլոր յուղերը ստուգելն է, շարժիչի յուղը, եթե առանձին է փոխանցման տուփի յուղը ու կոնուսի յուղը ամեն ինչը ստուգում ես, մոտո մի հատ լավ լվանում ես, ցեպի ձգությունն է ստուգում, հա, ակերն է ստուգում, ճիշտ ճնշումը փչացնի, ու արդեն ասում ես քո պատրաստությանը այդ անպայման մոտո էկիպը, մոտոյի շորերը, գոնե կուրտկա, շլեմը անպայման, ձեռնոցը անպայման, եթե հնարավոր է շալվարը, եթե հնարավոր է կոշիկները։ Այդ ամեն ինչը պատրաստում ես ու գնում ես, նայած ինչքան հեռավորություն ես գնում, դրանից է կախված ջուրմուր արդեն վերցնում ես։ Բարելիքի որակի կարևորությունը առհասարակ մոտո քշելուց։ Մեքենա քշելուց, մեքենա եթե ասենք գոնե 400 ձեուս չի, դու ինչ բենզին լցնես, կա տարբերություն չզգաս հզորության առումով։ Բայց մոտո քշելուց, քանի որ ինքը ավելի մոտորը շատ բտույտ է անում, ասենք մինչև 15000 ֆորմա իր մոտորը։ Դու իր վրա շատ ես տենում լավ վարելիքի ու վատ վարելիքի տարբերություն, այսինքն մոտո, եթե մեքենայի մեջ մարդիկ կարող 95 պետք է լցնեն, 92-ն լցում կապ չան հետևից են լցնում, էլի քշվում է, մոտոն եթե վատ վարելիք լցնեն, ինքը պրոստը չի քշվելու։ Այդ է տարբերությունը։ Խոսանք քաղաքային ու օֆրոդ դրանց տարբերության մասին։ Քաղաքային ու օֆրոդ մոտոները լրիվ տարբեր երկու հասկացություն են։ Քաղաքում դե քշում ես համարը 99% մոտոները որ արտադրվում է քաղաքի համար են ու քաղաքից դրսի, իսկ օֆրոդ մոտոները, էնդուրոները, այսպես ասած, լրիվ մի ուրիշ աշխարհ են, ասենց խոսք է կա, ասում են բոլոր մոտո քշող վերջի օրսով դառնալու է էնդուրո քշող։ Իսկ բոլորը հասնելու այդ կետին, որ էնդուրո են քշելու, անձամբ ես սպորտաձևը ինքը լրիվ սպորտ է, ուրիշ սպորտաձևը, ուրիշ աշխարհը, ուրիշ էմոցիաներ են, քան թե սովորական մոտոն։ քշում ես այդ էմոցիաները։ Ես ահավոր եմ ուզում այդ էմոցիաները, ու մյուս երևի կետը իմ կյանքում կլինի, որ ես էնդուրո մոտո կառնեմ։ Ունես տենց երազանքի մոտո մոդել էնդուրո։ Մոդել չունեմ, շատ չեմ խորացոր ասեմ, բայց Honda-ի կողմնակից եմ, որ Honda եթե չեմ սխալվում, CP250F sense մի անվանում էր, հնարավոր սխալվում։ Այդ կարգի մի հատ արտաճանապարհային վիզուալ տեսքը կարևոր է քամո։ Գույնը որ օֆրոդինը չէ։ Օֆրոդը օվերդին հիմնական ցեխոտ է բերում։ հիմնականում ցեխոտ դալուն կան ջարրացը կար։ Օֆրոդը շագանակագույն միջի։ Հա, ասենք քշելու ժամանակ գոնե մի անգամ չքցես, ասենք երեք քշել չի էլ, ասած։ Բայց քաղաքային մոտոյի դեպքում Քաղաքային մոտոյի դեպքում հա տեսքը շատ կապ ունի։ Որ զույնը սիրո։
Իմ մոտոն կարմիր է, ասես կարմիր ու գազարագույնի առանձնահարմարտ է։ Այդ գույնը շատ եմ սիրում, հետո մոտոն պետքա նաև տեսանելի լինի, այսինքն մի քիչ վար ըստ ինձ։ Որովհետեւ սև չպետք է, սև չպետք է մոտոն, հատկապես երեկոյան ժամերին։ Եթե ձենն էլ չլինի մոտորի, լիքը մոտո կգցենք մեքենա։ Հարակորտը էլեկտրական մոտոն ձենը դրա համարիք է, հա։ Այդ բարձր չէ։ Շատ բարձրը չէ, շատ բարձր է, բայց ես չեմ ընդունում։ Գիշերով պատային տակ անցնելուց բացի։ Անչի ամրացի այդ չեմ հասկանում, երբեք չեմ հասկանա, որ ասեն կենտրոնում կարող եմ աշկոցի վրա գիշերը 1 միլիոնին ասեն կաստան զախին ստենան ու վատ բաներից ասեն։ Դա չեմ հասկանում ես, բայց մոտոն պետք է ձեն հանի, որ ես տենան, քեզ դսեն, տենան Կանչա մի բան անել, էլի։ Լավ, զվարճալի դեպքեր եղել են ճանապարհին վստահ, ճանապարհների։ Հիմնական զվարճալին չի ֆիքսվում, ֆիքսվում է չզվարճալի։ Դրանք են, բայց ամեն օր է զվարճալի բան, մանավանդ եթե ինչ-որ հետարքիր մարկանց հետ ես քշում, միշտ է ինչ-որ հետարքի բան է։ Քո բլոգում կան չէ՞, բայց Իմ բլոգում ճանապարհի հա, թեմաներ։ հիմնականում զվարճալի բան է։ Հիմնական ուզում եմ ակցենտը դնեմ պոզիտիվի վրա, ոչ թե նեգատիվի, որտեղ հիմնական ճանապարհի 90%-ը նեգատիվն է։ Բայց նաև կան պոզիտիվ լիքը բաներ, այսինքն օրինակ այսօր որ գալիս էի ճանապարհին ահա որ բրոպկա էր, միաժամանակ մի 6 հատ մեքենա, այսինքն ինձ տեղ տվեց, դեռ ամբողջ sense բացեցին ճանապարհի մոտ, դες մա չի լինում էլի 6 հատ մեքենա։ Դրանք հիշում են, ասենք, այդ կհիշեմ ես։ Բայց ինքը զվարճալի չի, ինքը պրոստը sense պոզիտիվ։ Բայց արդարը նաև նեգատիվի մասին խոսալ ես թվում է։ Հա։ Որովհետև քեզ նաև ուզում է մոտո քշի։ Այո։ Ու ինքը պետք է իմանա, որ դա մենակ Հա, այդ բաները չեն։ հա, ինչի է, հա։ Խոսած նեգատիվից։ Նեգատիվը Լավ, եթե ես քեզ ասեմ, ինչի ես չպետք է քշեմ մոտո, ինչ կպատասխանես։ պետք է քշես, մոտոն ամեն դեպքում ոնց է քշես, ռիսկ է։ Ես ասում եմ ոնց որ եթե ավելան են լինում դաժե ոչ մոտո քշողի մեղավորությամբ, լիքը տեղ մոտո քշողի կարողացան այդ ավելան չլիներ, ասենք դիստանցիա պահեր, որ հստակ մեքենաներ կա, որոնցից պետք է հեռու մնաս, տրանսպորտի միջոցներն պետք է հեռու մնաս։ Եթե ուզում ես կյանքի ռիսկերը քչացնես, իրենք մինիմալ լինեն, պրոստը չպետք է մոտո քշես։ Նամար զարմանալի ու մարդը ուզում է կյանքի ռիսկերը շատացնի։ Հա, հա։ Բայց այդ Չի։ մարդուց էլ է գալի, իրականում քշերաձևից լիքը բան է գալիս։ Ես եկամ շատ հանդարտ եմ մոտոյի համար երևի։ Բայց ամեն դեպքում եթե մեքենաս հանդարտ հանգիստ քշում, ես մեքենա շատ հանգիստ քշում եմ, հանգիստ ասած ոչ թե դանդաղ եմ քշում, այլ որ հանգիստ է, դա առանց դից ավելորդ ակուրատնի։ Բայց մոտոն ուրիշ է, էլի, մոտոյի վրա հանգիստ քշում ես, կարաս հանգիստ քշես, բայց տեղեր կա ուզում ես մի քիչ չեմ արագացնես, մի քիչ շուտ հետարքի բաներ ունես, էլի։ Աբագայում մոտոպլանները։ Նու նշեցի էնդուրո առնելը, դա անպայման ես մի օր դրան հասնելու եմ, որ էնդուրո կառնեմ, որպես երկրորդ մոտո, ապագա պլաներ, որ ասեմ, որ ուզում եմ մոտոկուլտուրան զարգացնեմ Հայաստանում, այդ մի հոգի չի կարող անի, նու ես դրան գնում եմ, ես Բայց դու անում ես քայլեր։ Ես դրան քայլերը անում Շատ եմ, լավ է սա։ ձգտում եմ դրան, նաև անվտանգ երթևեկություն գաղափարը առաջ տանելը, մարդկանց ցույց տալը, որ ոչ բոլոր մոտոքշողներն են վատ, ոչ բոլոր մոտոքշողներն են ուզում քշերվա 1 միլիոնին 4 գաստան, որ մոտոքշողների մեջ բարի մարդիկ կան, կամեցող մարդիկ կան, այդ ամեն ինչ ուզում ոնց որ ցույց տամ։ Դա քիչ բան է, երբ որ օրինակ քշում ես մեքենա, մյուս մեքենաների վարորդներից տեսնում ես վիզուալ հայացքին, մոտավորապես պատկերացնում ես ինչ այդ մարդուց սպասես, ինչ դիստանցիա պայել եւ այլն։ Մոտոքշողները բոլորը ինչա Կասկա սաղավարտի ներսում են ու դու չգիտես ով է նստած։ Ու հետո չգիտես ինչ սպասես այդ մարդուց, այսինքն վիզուալ կոնտակտ չունես այդ մարդու հետ, բայց դա առանց սաղավարտի էլ չի լինի։ Ինչ լինի։ Առանց սաղավարտի էլ չի լինի։ Չի լինի։ Կան քշողներ առանց։ Առանց սաղավարտի քշողներ կան, բայց դա արդեն մեծ հասկացողություն կա տապաչկա ռայդեր, այդ իրանք են դե։ Որ ասենք հողաթափ վարող։ Հա, հողաթափ վարող։ Սաղավարտը շլեմային ամենամինիմալն է, որ պետք է ունես, ոնց որ չգիտեմ Գազ առանցորը ունես, բայց սաղավարտ։ Հա, ասենք գոնե այդ լինես։ Ու հետո այդ որ ասում ես, չես պատկերացնում ով է քշում, նույն ձևը ես լիքը մոտոքշող գիտեմ, որ ես իրաց չգիտեմ, իրանք ինչ տեսք ունեն, բայց ես իրաց մոտոն գիտեմ։ Ես եթե ինքը անցնի քաղաքով, կասեմ, չգիտեմ, կարենն է, ենթադրեմ, բայց ես չգիտեմ ինքը իր դեմքը ինչ տեսք ունի։
Վերջում տնես չես իմանա։ Հա, Սաղ ընտով բայց դա մոտոր sense քայլի հասկանամ էլ ինքնա։ շատ լավ։ Շնորհակալություն Վիկտորն։ Ասեմ Շատ շնորհակալ։ հավես թույն զրույցի համար։ Ուսի պես քաստի վերջում քեզ նվեր։ Տվեր ակստո։ Խնդրեմ նվերը CBS-ից։ Շնորհակալություն եմ հայտնում էլի մի անգամ շատ հաճելի զրույց էր։ Ինչ խոսք ունես մեր հետևորդներին։ Մեր հետևորդներին խոսք ունեմ, որ կրկնեմ, որ բոլոր մոտոքշոուները չեն վատ, լիքը մեջն է լավ մարդ կան, կարևոր ակուրատնի եղեք, իրար զիջող եղեք ու էմոցիաների մի գրացեք։ Եվ նաև հետևեք բոլոր մեր ալիքներին Instagram, Facebook, YouTube, ինչ գիտեք։ Շնորհակալություն։